Միխայիլ Ղավալաշվիլին այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի մասնակիցների առջև։ Վրաստանի նախագահը համաշխարհային առաջնորդներին կներկայացնի երկրի առաջնահերթությունները եւ կխոսի Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Միխայիլ Ղավալաշվիլին նաեւ կանդրադառնա երկրի նվաճումներին։ Նախագահին այսօր կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ։ Դեմարդեմ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն տարբեր ընթացիկ ու արդիական հարցեր։ Հիշեցնենք, որ Միխայիլ Ղավալաշվիլին ուղեկցում են արտաքին գործերի նախարարը, նախագահի վարչակազմը եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցները։ Միխայիլ Ղավալաշվիլին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Կողմերը քննարկել են Վրաստանի եւ Սերբիայի միջև երկկողմ համագործակցության հիմնական ուղղություններն ու դրանց խորացման հեռանկարները։ Ուշադրություն է հրավիրվել երկու երկրների եւ աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վրա։ Վրաստանի նախագահը նաեւ հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահի հետ։ Զրույցի թեման տնտեսական կապերի եւ ոլորտային համագործակցության ակտիվացումներ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Այս անգամ Մակաբոջորիշվիլին ելույթ է ունեցել կայուն զարգացման գագաթնաժողովում։ Նա նշել է, որ չնայած տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վրաստանի տնտեսությունը կայուն աճում է եւ իրականացվում են ռազմավարական նախագծեր, այդ թվում Սև ծովի ստորջրյա մալուխն ու Անակլիայի նավահանգիստը։ Բոջորիշվիլին եւս մեկ անգամ հաստատել է Վրաստանի հանձնառությունը խաղաղ քաղաքականությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Վրաստանի առողջապահության նախարարը շարունակում է իր հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Միխայիլ Սաջվելաձեն հանդիպել է իր բուլղարացի գործընկերոջ հետ։ Զրույցը վերաբերել է երկու երկրների առողջապահական համակարգում ընթացող բարեփոխումներին, հաջողված փորձին ու հետագա համագործակցության հնարավորություններին։ Նախարարները կենտրոնացել են այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիվանդությունների կանխարգելումը, առողջապահական ծառայությունների հավասար հասանելիությունը եւ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների ներդրումը։ Իսկ Իսպանիայի առողջապահության նախարարի հետ զրույցում Սաջվելաձեն խոսել է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ոլորտում գործընկերության խորացման մասին։ Թբիլիսիում կրկին ակտիվորեն քննարկվում է Վրաստանի նախագահի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իշխող թիմը վստահ է, որ Միխայիլ Ղավալաշվիլին իր ելույթում կկենտրոնանա երկրում եւ տարածաշրջանում առկա մարտահրավերների ու նվաճումների վրա։ Խորհրդանական մեծամասնության անդամները նշում են, որ նախագահի այցն արդեն իսկ հաջողված եւ կարեւոր է։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ այս այցը ոչինչ չի փոխի երկրի համար։ Վրացական քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել Գերմանիայի դեսպանին արտաքին գործերի նախարարություն կանչելը։ Նշված փաստին հաջորդել է դիվանագիտական առաքելության ղեկավարի բավականին կտրուկ արձագանքը, որին կառավարության առաջին պաշտոնյաները հաճախ մատնանշում են երկրի ներքին գործերին միջամտելու եւ արմատական օրակարգին աջակցելու համար։ Դեսպանը նախարարություն կանչելը համարում է դիվանագիտական պատժամիջոց ու կրկին հայտարարում է, որ երկրի արտաքին քաղաքականությունն անհամատեղելի է Եվրամիության անդամակցության հետ։ Իսկ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վրացական կողմը մտահոգված է երկրում արմատական օրակարգը խրախուսելու փորձերով։ Իգիտություն Գերմանիան Եվրամիության 27 երկրներից մեկն է, որի անունից Եվրամիության ներկայացուցչությունը 3 բավականին կտրուկ հայտարարություն է տարածել եւ պատասխանել է կառավարության մեղադրանքներին ուղղված առանձին երկրների դեսպանատներին։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։